Ոստիկանությունը եւ փրկարար ծառայությունը շարունակում են Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները։ Աշխատանքներին ներգրաված են ոստիկանության 100 եւ փրկարար ծառայության 212 ծառայող աշխատանքներն իրականացվում են 7 ուղղություններով, օգտագործվում են 6 ամենագնաց եւ տեխնիկական այլ միջոցներ։ Որոնումներին մասնակցում են նաեւ Ծափաթաղ գյուղի մերձակա բնակավայրերի բնակիչներ եւ մարզի տարբեր բնակավայրերից կամավորներ։ Ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը, անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ իրազեկում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-ից 30-ն աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայի Հանրապետությունում։ Այսօր վարչապետը կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին, նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ։ Հոկտեմբերի 30-ին Ելիսեյան պալատում կկայանա վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Արարատ Միրզոյանը եւս Նիկոլ Փաշինյանի հետ կմեկնի Ֆրանսիա մասնակցելու Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը լրագրողների զրույցում նշել է, որ ադրբեջանական կողմի հետ ինտենսիվ շփումներ են ընթանում տարբեր հարցերի շուրջ, ներառյալ սահմանազատման, սահմանագծման եւ խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Նրա խոսքով գործընթացը դրական տեմպով է ընթանում, օրինակ Ադրբեջանը հանել է հայկական բեռների տեղափոխման արգելքը։ Հարությունյանն ընդգծել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը մշտապես քննարկումների օրակարգում է եւ կողմերը փորձում են գտնել ընդհանուր եզրեր։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլին։ Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստան Միացյալ Թագավորություն բազմոլորտ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում։ Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին ու միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերյալ հարցեր, այնպես էլ անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արայիկ Եսայանը նշանակվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության նախաձեռնությամբ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է մի շարք հայցեր Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի կառուցապատման իրավունքները դադարեցնելու վերաբերյալ։ Արդյունքում համայնքին վերադարձվել են մի շարք հողատարածքներ, ներառյալ Թատերական, Վալանսի եւ Անկախության փողոցներում գտնվող մի քանի հողամասեր, նաեւ զբոսայգու շատրվաններին հարակից տարածքը։ Վերադարձված հողամասերի ընդհանուր մակերեսը կազմում է մի քանի հազար քառակուսի մետր, իսկ դրանց ընդհանուր կադաստրային արժեքը մի քանի միլիոն դրամ։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Թալինի տարածքային կենտրոնի ավագ սոցիալական աշխատողը մի շարք քաղաքացիներից կաշառք է ստացել նրանց ընտանիքներին անօրինաբար նպաստ ձևակերպելու համար։ Նախաքննությամբ պարզվել է, որ պաշտոնյան կեղծ տվյալներ են ներառել ընտանիքների սոցիալական պայմանների վերաբերյալ արձանագրություններում, ինչի շնորհիվ նրանք դարձել են նպաստի շահառու։ Դրա դիմաց նա ստացել է տարբեր չափերի գումարներ։ Աշխատողին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու խարդախության եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նա տվել է խոստովանական ցուցմունք, ընդունել մեղադրանքը եւ նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանքու 1 միլիոն դրամ գրավ։ Կաշառք տված անձինք վերադարձրել են անօրինաբար ստացած գումարները եւ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է զղջալու հիմքով։ Գործն ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան։ Ներքին գործերի նախարարության սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում քաղաքացիներին մատուցելով ինչպես միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության, այնպես էլ հաշվառման քննական բաժինների ծառայություններ։ Ներքին գործերի նախարարի հրամանով հոկտեմբերի 30-ին եւ 31-ին շրջիկ սպասարկման գրասենյակները քաղաքացիներին կտրամադրեն մի շարք ծառայություններ Սյունիքի մարզի Քաջարան համայնքում, համայնքապետարանի հարևանությամբ Վայոց ձորի մարզի Վայք համայնքում, համայնքապետարանի հարևանությամբ եւ Սյունիքի մարզի Գորեկ համայնքում, համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման ընթացքում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիր, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական կամ տեղեկանքներ։ Անցած գիշեր Ռուսաստանում անօդաչու թռչող սարքերը հարձակվել են 3 գործարանի վրա, որոշ օդանավականներ կասեցրել են ինքնաթիռների վայրեջքներն ու թռիչքները։ Հոկտեմբերի լույս 29-ի գիշերը ըստ դաշնային օդային տրանսպորտի գործակալության տվյալների փակվել են նաև ռուսական օդանավականներ Վլադիկավկազում, Վոլգոգրադում, Կազանում, Կրասնոդարում եւ եւս մի քանի մարզերում։ Մոսկվայի Շերեմետևո եւ Ժուկովսկի օդանավականները նույնպես ժամանակավորապես փակվել են։ Ռուսաստանի իշխանությունների տվյալներով ընդհանուր առմամբ խոցվել է 100 ԱԹՍ։ Ստամբուլից 60 կիլոմետր հեռու գտնվող Գեբզե քաղաքում 6 հարկանի շենք է փլուզվել, ըստ տեղի լրատվամիջոցների զոհերի մասին հստակ տեղեկություններ դեռ չկան, դեպքի վայրում աշխատում են փրկարարական խմբեր։ Ահաբեր հեռուստաալիքի փոխանցմամբ շենքի փլատակներում կարող են մոտ 6 մարդ լինել։